Війна справжня, це були взриви, це Իսկական պատերազմ, պայթյուններ էին, ավերածություններ, առաջին զոհերն էին։ Իմ շատ մոտ ազգականի ծանոթի որդին զոհվեց։ Մեծ սթրես էր։ рідних, знайомих. Ռմբակոծությունների ձայները, զոհերի մասին լուրերը պատերազմից 4 տարի անցել ցավոտ են։ Լարիսայի երկու դուստրերն իրենց ընտանիքների հետ շարունակում են ապրել Ուկրաինայում, իսկ ինքը պատերազմից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվելով շարունակում է ապրել պատերազմի մեջ։ Լարիսան պատերազմից մի քանի ամիս հետո է տեղափոխվել Հայաստան, բնակություն հաստատել Արարատի մարզի Արևաբույր գյուղում։ Вінниця – це місто, Вінниччина, я взагалі з Вінниччини. Ես Վինիցիայի մարզից եմ, իսկ Վինիցիան մարզկենտրոնն է։ Շենքերից մեկում, որը ռմբակոծվում էր, շատ երեխաներ ու խաղաղ բնակիչներ զոհվեցին։ Հենց այդ օրերին պիտի ծննդաբերեր կրտսեր դուստրս։ Դա այնպիսի վախ էր։ Հուլիսի 14-ին ռմբակոծեցին, իսկ հուլիսի 16-ին ծնվեց թոռնիկս։ Ուղիղ պատերազմի ժամանակ, հենց պայթյունների տակ։ Մենք բոլորս սպասում ենք պատերազմի ավարտին, եւ ես կարծում եմ, որ դա կգա, որովհետեւ դժվար է այս ամենը ապրելը, եւ նույնիսկ դժվար է այս մասին խոսելը։ А 16-го народився мій внук. Прямо в війну, прямо під, скажімо так, під взривами. Ասում է, ամեն օր աղոթում է Ուկրաինայում եւ ամբողջ աշխարհում խաղաղության համար, կարոտում է տունն ու արտասվում ուկրաինական երաժշտությունից։ Հայաստանի ուկրաինացիները կազմակերպությունը մարդասիրական օգնություն է տրամադրել պատերազմից հետո Հայաստանում ապաստանած Ուկրաինայի քաղաքացիներին, աջակցել մարդկանց հաղթահարելու պատերազմի հոգեբանական հետևանքները, ինտեգրվելու նոր միջավայրին, աշխատանք գտնելու եւ առօրյա բազմաթիվ խնդիրներ լուծելու հարցում։ Є ті, хто приїхав сюди. Կան մարդիկ, որոնք եկել են այստեղ եւ գուցե աշխատանք կամ կացարան չգտնելու պատճառով վերադարձել են Ուկրաինա կամ մեկնել Եվրոպա։ Կան նաեւ հակառակը, նրանք ովքեր այստեղ են եկել Եվրոպայից։ Գիտեք, նույնիսկ աշխատանքը չէ խնդիրը։ Հիմնականում բոլոր ուկրաինացիները ունեն աշխատանք եւ ինչ-որ կերպ գտնում են այն։ Գլխավոր խնդիրը կապված է կացարանի հետ, այն առումով, որ հիմա բնակարանների շուկայական արժեքը շատ բարձր է։ Մյուս հարցը, որով մեզ դիմում են, փաստաթղթերն են։ Մարդկանց իրոք անհրաժեշտ է հասկանալ, ինչպես կարող են վերականգնել դրանք կամ թարմացնել եւ ժամկետն անցել է։ Եվս մեկ խնդիր է լեզուն։ Հայերենը բարդ է։ Եթե հայերեն, ապա նրանց մեծ մասը գիտի հայերեն։ Ուկրաինացիների համար այն բավականին դժվար է։ Մենք այս տարիների ընթացքում նրանց հնարավորություն ենք ընձեռել հայերեն սովորելու։ Протягом цих років вивчати вірменську мову. Ճարաբաստիկ պատերազմը միայն ուկրաինացիների դուրը չի թակել։ Ուկրաինայում ապրող բոլոր ժողովուրդները նրանց հետ միասին արդեն քանի տարի է կրում են պատերազմի ծանր բեռը։ Ну, наразі не так багато українців. Այս բային մեզ մոտ ուկրաինացիները այնքան էլ շատ չեն, շատերը հեռացել են։ Նրանք, ում մենք անվանում ենք ուկրաինացիներ, Ուկրաինայի քաղաքացիներ են, եւ նրանց մեջ կան խառը ընտանիքներ, կան հայեր, որոնք ապրել են Ուկրաինայում, նրանց հարազատները, ինչպես նաեւ հենց ուկրաինական ընտանիքներ։ Մենք մարդկանց չենք առանձնացնում ըստ ազգային պատկանելիության, բայց քանի որ գտնվում ենք Հայաստանում, մեր շահառուների մեծ մասը հայեր են։ Այսօրվա դրությամբ մնացել է ոչ ավելի քան 2000 մարդ, որոնք դիմում են մեզ օգնության համար։ Ընդ որում այն շրջանում, երբ նկատվում էր ամենամեծ ներհոսքը, նրանց թիվը հասնում էր մինչև 8000-ի։ Найбільша кількість їх було до 8 тисяч осіб. Պատերազմի պատճառով Հայաստան է տեղափոխվել նաև Ռոզայի ընտանիքը։ Ռոզան 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո է տեղափոխվել Ուկրաինա, Մարիուպոլ քաղաք։ Այնտեղ ապրել մեծացել է, կրթություն ստացել, ընտանիք է կազմել, երեխաներ ունեցել։ Պատերազմի մասին սարսափով է հիշում։ Գուցե թե 90%-ը մեր քաղաքին ուղղակի ջնջված էր։ Ռուսաստանը արեց ամեն ինչ որ ջնջեր, պահում էին քաղաքը բլոկադայի մեջ, հացի խնդիր, ջրի խնդիր, դա շատ դժվար է, այդ հացի զրկությունից, ջրի զրկությունից բացի կար նույնիսկ ֆիզիկական մահը, որովհետև 24 ժամ մեր գլխներին պտտում են ռակետները, պտտում են ինքնաթիռներ այդ սամոլյոտները, որոնք որ գցում են ռումբները, 3 տոնանոց ռումբներ, ավիացիոն այդ բոմբերը։ Մենք չկարողացանք այն սկզբից դուրս ելնենք, այն ամենաառաջինը շատ վտանգավոր էր, որովհետև մեքենաները մնում են ուղղակի ճանապարհներին, կալոնաները մարդիկ ելնում են, երեխաներով, տատիկներով, պապիկներով ու մնում են ճանապարհներին, իրանք ուղղակի սպանում են նավերից, ծովից, սպանում են մարդկանց։ Ռոզան չի մոռանում իրենց հարևան փրկարար եղբայրներին։ Մեկին ռուսները սպանել են իրենց իսկ շքամուտքի մոտ, մյուսի ճակատագիրը մինչև այսօր անհայտ է։ Ռուս զինվորականները մտնում են տները, ինչ էին անկալես, ես չգիտեմ, մտել էին տուն, զենքերով, երեխաները տանը, իրանք
տարագներն էին ստուգում, այդ էր շոշափելի, այդ էր այո, իրանք մտնում են բոլոր բնակարանները։ Մեկը մտավ անձնագիրերը ստուգեց, տեսան, որ ասենք ես Հայաստան ծնված եմ, ու հետո իրանք սկսեցին ամուսինս նստած էր խոհանոցում, իրանք ինչ որ բաներ են լրացնում, ու այն մյուսն էլ սկսեց տարագները փոշորել, սենյակ մտավ, որտեղ երեխաները նստած էին, վախեցած սենց ինքզենքով մտել էր տուն։ Ռոզայի երկու երեխաներն արդեն 4 տարի դպրոց են հաճախում հեռավար, միանալով Ուկրաինայում անցկացվող դասերին։ Հայաստանում դպրոց չեն հաճախում։ Ռոզան ասում է, չի ցանկանում, որ երեխաները որևէ առնչություն ունենան ռուսաց լեզվի հետ։ Պատերազմը մարդկանցից խլել է տունը, խաղաղ առօրյան, անցյալը ու ապագայի հանդեպ վստահությունը։ Հայաստանը հազարավոր մարդկանց համար դարձել է ժամանակավոր կամ նոր տուն, բայց նրանց ամենամեծ ցանկությունը մեկն է՝ վերադառնալ այն կյանքին, որը 2022 թվականի փետրվարի 24-ից առաջ էր։ Ասպրամ Ավանեսյան, ՎՏՀ Հայաստան Նյուզ, Երևան, Արևաբույր։